Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի ռազմական էլեկտրաենթակայանը ոչնչացնելու մասին։ Ուկրաինան էլ իր հերթին հաստատել է դաշնության տարածքում մի շարք հաջող հարվածներ, այդ թվում Նովորոսիսկի նավահանգստի վրա անօդաչուների հարձակումը, որի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Այս ռազմական գործողություններին զուգահեռ Զելենսկին առաջարկում է Պուտինի հետ երկկողմ հանդիպում, սակայն Կրեմլը նշում է, որ հանդիպումը պահանջում է նախապատրաստություն, մեղադրելով Կիևին բանակցությունների առաջ խաղացման հարցում հետաքրքրություն չցուցաբերելու մեջ։ Փաստերը պարզ են։ Այս պատերազմը եւ դրա հետ մեկտեղ սպառազինությունների համաշխարհային մրցավազքը հիմա դադարեցնելն ավելի էժան է, քան հետագայում ստորգետնյա մանկապարտեզներ կամ քրիտիկական ենթակառուցվածքների համար զանգվածային բունկերներ կառուցելը։ Պուտինին հիմա կանգնեցնելն ավելի էժան է, քան յուրաքանչյուր նավահանգիստ եւ յուրաքանչյուր նավ ծովային անօդաչուներով զինված ահաբեկիչներից պաշտպանելու փորձերը։ Ռուսաստանին հիմա կանգնեցնելն ավելի էժան է, քան մտահոգվելը, թե ով առաջինը կստեղծի միջուկային մարտագլխիկ կրող պարզունակ անօդաչու սարք։ Ուստի մենք պետք է միասին օգտագործենք այն ամենը, ինչ ունենք ագրեսորին ստիպելու համար կանգ առնել։ Զելենսկին կոչ արել Եվրոպային ավելի շատ աջակցել ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային, պատճառաբանելով ռուսական ազդեցության մեծացմամբ։ Խոսքում նա նշել է նաև Վրաստանի մասին, ասելով, որ Եվրամիությունը արդեն կորցրել է Վրաստանը եւ վերջինիս ապագան կախված է Ռուսաստանից, ինչին շատ արագ եւ կոշտ արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առումով ստեղծված իրավիճակին, ապա այստեղ իրավիճակը ողբերգական է, թե ժողովրդավարության եւ թե մարդու իրավունքների ոլորտում։ Երբ նման իրավիճակում սկսում են խոսել Վրաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին, դա ինքնին անհեթեթություն է։ Դոնալդ Թրամփն իր ելույթում մի շարք թեմաների անդրադառնալուց զատ խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության եւ հնարավոր հանգուցալուծման մասին։ Կարծես թե երբեմնի լավ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ խաթարվել են։ Թրամփը կրկին սպառնացել է մաքսատուրքերով եւ պատժամիջոցների կիրառմամբ։ Եթե Ռուսաստանը պատրաստ չլինի համաձայնել պատերազմի դադարեցմանը, ապա Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է կիրառել շատ խիստ եւ հզոր մաքսատուրքեր, որոնք իմ կարծիքով շատ արագ կդադարեցնեն արյունահեղությունը, սակայն այդ մաքսատուրքերն արդյունավետ լինելու համար եվրոպական երկրները, ձեզնից յուրաքանչյուրը, որոնք հիմա այստեղ եք հավաքված, պետք է միանան մեզ, ընդունելով ճիշտ նույն միջոցները։ Ի վերջո դուք շատ ավելի մոտ եք այս իրավիճակին, մեր միջև օվկիանոս է, իսկ դուք հենց այնտեղ եք։ Եվրոպան պետք է ակտիվանա, նրանք չեն կարող շարունակել այն, ինչ անում են։ Նրանք գնում են նավթ եւ գազ Ռուսաստանից, մինչդեռ կռվում են Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ տնտեսապես կայուն է եւ նրա բանակն առաջ է շարժվում Ուկրաինայում, հերքելով Թրամփի խոսքերը, որոնք կոչ էին անում Ուկրաինային օգտվել Ռուսաստանի տնտեսական թուլությունից եւ հետ վերցնել գրավյալ տարածքները։ Երեկ նրանք Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպեցին։ Իհարկե նախագահ Թրամփը լսեց Զելենսկու տարբերակը իրադարձությունների վերաբերյալ, եւ ըստ երևույթին այս պահին այդ տարբերակն է պատճառը այն գնահատականի, որ մենք լսեցինք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Թրամփի մեկնաբանությունները, որոնք կարծես թե փոխում են նրա հռետորաբանությունը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների եւ բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են համաշխարհային կարգը պահպանելու համար Ռուսաստանին պարտություն մատնելու կարևորությունը, հաստատակամորեն կկանգնի Ուկրաինայի կողքին։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարծես թե նոր թափ է հավաքում։ Ռուսաստանը պնդում է իր տնտեսական կայունության եւ ռազմական առաջընթացի մասին, հերքելով ՄԱԿ-ում իր դեմ հայտարարությունները։ Զելենսկիի Ուկրաինային աջակցելու կոչերը եւ Միացյալ Նահանգների փոխվող ռետորաբանությունը զուգակցված Եվրոպայի դերակատարության մեծացման պահանջով ընդգծում են հակամարտության լուծման ճանապարհին առկա նոր մարտահրավերները։ Դավիթ Գենջոյան, Open Media։